Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են ստացել, որի մասին օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր կառավարությունը չի պատասխանել։ Կառավարությունը չի պատասխանել, հրաժարվելով հրապարակել նախարարների և փոխնախարարների ստացած պարգևների չափը։ Սակայն Ժողովուրդ օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, բայց մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել։ Մինչ այդ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7-ից 8 միլիոն դրամ, որոշ դեպքերում մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները 4-ից 5 միլիոն դրամ պարգևավճարներ։ Հրապարակ թերթը գրում է. Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր կամ վաղը կհայտարարի առաջիկա համապետական ընտրություններին մասնակցության ֆորմատի մասին։ Հնարավոր է հայտարարությունն ասուլիսում արվի, որը հրավիրելու է ՀՅԴԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հորդորել է սպասել հայտարարությանը, սակայն հրապարակի տեղեկություններով ՀՅԴ-ն որոշում ունի այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցել։ ՀՅԴ-ն որոշում ունի այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցել։ Գուցե այդ մասին բաց տեքստով չհայտարարեն, բայց անուղղակի կտեղեկացնեն։ Չի բացառվում, որ դաշինքին միանան նաև այլ ուժեր, որոնցից ոմանք չեն մասնակցել խորհրդարանական նախորդ ընտրություններին։ Փոխարենը Հանրապետականը վաղը քննարկում է նախաձեռնել Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը թեմայով։ Իրավունք թերթը գրում է. Կառավարության մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ շուրջ 100 հոգևորական առաջիկա օրերին կմիանա Փաշինյանին։ Կճոյանը խոստացել է ամենաքիչը 100 հոգևորական ներգրավել մինչև շաբաթվա վերջ, ասում են ԿՊԱ-կան աղբյուրները։ Ըստ նույն լուրերի էլ Կճոյանը չգիտի ոնց իր հավատարմությունը ցույց տա Փաշինյանին։ Վերջին հանդիպմանը նա նաև խոստացել է, որ հասնելու է նրան, որ սքեմավոր հոգևորականների բանակով գնան կաթողիկոսին հեռացնելու։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, հետևեք Օրագիր Նյուզին։